Ուրեմն հիմա այսպիսի մի բան կա, որը եթե ես հիմա ձեզ չասեմ, ես հետո կմոռանամ ասեմ այնպես, ինչպես որ պիտի ասեմ ու պատրաստվում եմ ասել։ Պես որ ես հիմա պետք է ձեզ դա ասեմ։ Ինչումն է բանը։ Բանը կայանում է նրանում, որ ես պետք է ձեզ այսօր ավելի կատարելագործված ձևով բացատրեմ կյանքի իմաստը։ Ինչքան որ ես եմ հիշում, եղել է, որ ես ինչ-որ տեղ, ինչ-որ չափ բացատրել եմ։ Բայց այնց ես այդ թեման ոնց որ չէի այնց մեծ ձևով բացելու քննարկել, եթե չեմ սխալ։ Ես դա պատրաստվում էի անել երբևէ։ Ու հիմա երևի պիտի որ ոչ լիովին, ոչ լրիվորեն մենք դա կանենք։ Ուրեմն տեսեք, կարճ ասեմ, ուղիղ, ասենց միանգամից, որ ասում է հեռուներից չկամ, չնայած արդեն որոշ չափ հեռուներից եկամ։ Ուրեմն կյանքի իմաստը կայանում է նրանում, որ մենք բոլորս ցույց տանք ով ենք մենք։ Ես սա արդեն ձևակերպել եմ եւ պատրաստվում եմ ասել եւ արդեն որոշ մարդկանց ասել եմ իմ ծանոթներին, հարազատներին, մտերիմներին գուցե էլի ինչ որ մեկին հնարավոր է։ Մեզ Աստված չի միջամտնում այն ամեն ինչում, ինչ որ մենք անում ենք։ Ինչ որ տեղ կարա ասենք օգնի, խանգարի, կամ ասենք եթե մենք բան անենք, խնդրենք, որ մեզ օգնի, կամ ինչ որ մեկին խանգարի կամ պատժի ու նաև ասենք ինքը կարա ասենք նա տեսեք ինքը կարա դա անի Աստված կարա դա անի թե մեր խնդրելուց հետո թե առանց դրա բայց տեսեք հենց ինքը ընդհանուր ինքը չի միջամտում ինքն անում է այն ինչ որ պիտի անի ոչ թե ուղղակի անհրաժեշտություն կա այլ պիտի անի ինքը այդտեղ նոր միջամտում է իսկ հենց ինքը մեզ ոնց ասեմ պատժում է մեր ոնց ասեմ կամ այս կյանքից հետո կամ դա այս կյանքի շարունակությունն է ուղղակի մեկ այլ ձևով մեկ այլ կերպ դա արդեն ուրիշ հարց է իսկ մինչև այդ էլի մենք կարանք պատժվենք թե իր կողմից բայց ինքը կարա ասենք ինքը չմիջամտի ու մեզ այն ուժերը պատժեն որոնք որ բնական է էլի որ պիտի պատժեն նույնը վերաբերում է բանին ինչ որ ասենք փոխհատուցումներին կամ որ ասենք ինքը պարգևատրումներին նվերներին չգիտեմ ոնց բացատրեմ դե հա արդեն ասացի որ կյանքի իմաստը նրանում է որ մենք մեզ ցույց տանք ու տեսեք կյանքը որ ասում են փորձություն է դա իրոք ինչ որտեղ այդպես է բայց ավելի ըստ ինձ մոտ կամ ճիշտ ձևակերպում որին ես եկել եմ բավական շուտ կյանքը մրցույթ այո կոնկուրս այսքանով ասված է ես հիմա չեմ պատրաստվում ձեզ բացատրեմ դա երկար է տևելու եւ մի բան էլ որին ոնց որ ավելի շուտ է եկել թե հենց այդ գաղափարին դե որ ավելի շուտ եկած լինեմ մի խոսքով կյանքը կոլիզե է բայց ես դա հետո բան էի արել ոնց որ բանել էի չէ կյանքը էս այնա կամ չգիտեմ մրցույթ է բայց ես մի քիչ առաջ մայրիկիս ասացի որ կյանքը մրցույթ է
Հետո այդ ինչ-որ բան էի ասում, թե մի անգամից դրանից հետո ասացի, որ կյանքը կուլիսե է։ Ու ինչ-որ բան էի ասում, ավելի շուտ տենց էլի։ Ու դրանից հետո ասացի, որ կյանքը կուլիսե է։ Դա էլ կա, որովհետև տեսեք, կուլիզեում կայսրը, կինը, տիկինը, չգիտեմ ինչ-որ կայսրուհին, ժողովուրդը ամբողջը նայում էին, թե ինչ են անում գլադիատորները, կենդանիները, ու չէին ինչ ամտում, նույնն անում Աստված։ Գրեթե նույն ձևով, ու տեսեք, երբեմն միջամտում էին, նույն ձև Աստված է երբեմն միջամտում։ Դրանց Աստված ավելի հաճախ է միջամտում, քան նրանք այդ գլադիատորում կռվողներին, բայց այսպես դու պետք է ցույց տաս ով ես, պետք է ցույց տաս ինչի ես ընդունակ։ Ամեն մեկը կյանքի տեսեք իմաստ, վատ իմաստ, ես նույն բաները մայրիկիս ասացի, որ դու ցույց ես տալիս դու ով ես, դուք ցույց եք տալիս դուք ով եք, ովքեր եք։ Մեկը քաղաքակառուցում, մյուսը նկարում է, այն մյուսը ճարտարապետ է, այն մյուսը մարդ է սպանում, այն մյուսը թալանում է, բոլորս ցույց ենք տալիս, մեկը ցույց է տալիս ինչի է ինքը ընդունակ, իսկ այն մյուսը ցույց է տալիս ինչն է ընտրում։ Ու դրանով էլ է ցույց տալիս ինքը ինչի է ընդունակ, ինքը ցույց է տալիս, չնայած դա բոլորս գիտենք, որ ընդունակ է, ցույց է տալիս, որ ընդունակ է այդ վատ բանին կամ այդ լավ բանին։ Պետք է իմանալ, որ բոլորն են ընդունակ բոլոր վատ կամ լավ բաներին։ Ուղղակի տեսեք, իրանք ուղղակի ոչ թե տեսականորեն, այլ բոլորի մեջ դա կա։ Գիտությունն էլ է դա ապացուցում, որ բոլորի մեջ դա կա, որ բոլորը կարող են ընտրել վատը կամ լավը։ Բոլորը կարող են ընտրել վատ բան անել կամ լավ բան անել։ Ձեռովոտ ունեն, կարան անեն, ու ընտրություն կարան կան ընտրությանը, ինչի չեն կարան։ Ինչ որ ձև եկան ընտրությանը կընտրեն, կարան ընտրեն, ինչի չեն կարան։ Սա ձեզ ցույց է տալիս, որ բոլոր վատ բաները, որոնք երբևիցե արվել են, գոյություն են ունեցել, կարող են ընտրվել ու արվել, իրականացվել, կատարվել բոլորի կողմից, ամեն տիպի, թե ամենալավ մարդու, թե ամենավատ մարդու կողմից։ Այնպես որ ընտրությունն է կարևոր, ինչ ես դու ընտրում, ինչ դու կընտրես, դա ամենակարևորն է։ Կարևոր չի ինչ ես դու կարողանում, ընդունակ չի նշանակում, ոնց ասեմ, որ դա քեզ ընդունակ չի վերաբերում ունակություններին, ու ասենք, օրինակ երեխաների հանդեպ սխալ բան էին օգտագործում, իմ հանդեպ էլ ու վիրավորում էին դա, շատ դա կարա փչացնի երեխային, ասում են կարողություն։ Մի ասեք, դու չգիտես դա կարողություն է թե չէ, դա ուրիշ հարց է։ Իրանք այն ինչը որ վերաբերում է ունակություններին, անվանում են դա կարողություն։ Ինչ օրինակ ասում են, ինչ որ բան ասենք պիտի սովորվեր, տենց մի բան, ասում են քո կարողությունները քեզ ներում են։ Ինչ այն են ասում, հասիբ են գնի մեր մեջ չկա, մեր մեջ sense մնա մի այսքան մասն է, լավ է, այնքանը ստից բան։ Տենց մի ասեք ունակություն։ Եթե մենք անվանենք ունակություն, մենք կգանք նրան, որ ասենք վերցենք չկա այդ ունակությունը կարելի է զարգացնել, կարելի է ձեռք բերել։ Հասկանում եք, իսկ եթե մենք ասում ենք կարողություն ու օրինակ խոսքագնում, որ այդ կարողությունը չկա, այստեղից հետևում է, որ այդ մարդը չի կարա գա դրան, չի կարա դա ձեռք բերի, որովհետև այդ կարողությունը ուղղակի չկա, դա պետք է լինի, որպես կարողությունը ձեռք ես բերել, չնայած սա էլ անհնարավոր։ Կամ ասենք կարողություն ունի վերջ էլի, sense
Այնինչ, նույնիսկ որ կարողությունը կարան կորցնեն այդ իրանց միջի, իրականում դա հնարավոր է, ու մեկ է, եթե այդ կարողությունը կա, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը դա իրան կօգնի կամ նույնիսկ որ օգտակար կլինի դա իր այդ ինչ որ բանում էլի կամ անգամ կազդի տենց այսինքն դա ինչ որ տեղ կարա լինի երաշխիք կամ գուցե երաշխիք այս կենենց հասկանում եք ես հուսամ դուք բոլորը հասկանում եք ես ինչ եմ ասում այս բոլոր տեսանյութերը վերլուծվելու են հետագայում մարդիկ դիտելու են մտածելու են մտորելու են ճիշտը ճշմարտությունը գաղթի ճշմարտությունը երբեք չի պարտվում տենց գնաց եմ սա մի երկու բան եմ անում ու գնամ քնեմ բարի գիշեր բոլորին ու մոտ առավոտը բարի առավոտ բարի օր բոլորին ամենալավ բաները ովքեր արժանի են կամ ոնց է կոչվում այլ մի խոսքով արժանացել են այսպես